Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մասիսի համայնքապետը վերադարձավ Երևան, կալանավորվեց, նա դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման, դեռ 2018 թվականի հեղափոխության ընթացքում խմբերի հետ միասին հանրահավաքի շտապող մարդկանց ծեծելու, ահաբեկելու համար եւ այլն։ Իհարկե նրան սատարող նույն հանրապետական կուսակցությունը, որը նաեւ առաջադրել է վարչապետի թեկնածու, չեն ընդունում, ասում են, որ սա քաղաքական հետապնդում է եւ այլն, եւ օրինակ Էդուարդ Շարմազանովը ասում է, որ Դավիթի վերադարձը ցույց տվեց, որ պայքարը հաղթելու է Հայաստանի ադրբեջանացմանը, իսկ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը այսօր հայտարարել է, որ իրականում Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումներ է կայացնում Ալիևը, ոչ թե Փաշինյանը։ Կխնդրեմ անդրադառնալ այս հայտարարություններին ադրբեջանացմանը եւ Ալիևի կողմից Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելուն։ Հա դուք որքան էլ հակառակն եք պնդում, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր կամ այսպես կոչված արմատական ընդդիմադիր հատվածի մոտ ձևավորված է կարծիք, որ չէ, այնուամենայնիվ Հայաստանը եւ ձեր կառավարությունը չէ որոշողը։ Նախ ուզում եմ լրացնել, որ Դավիթ Համբարձումյանը ոչ միայն այդպես խուլիգանական վարք էր դրսևորել, այլև զենքի գործադրմամբ էր սպառնացել, թույլ չէր տվել գնալ, այլ դրվագ կար, որ ոչ միայն հանրահավաքին շտապող, այլ հիշում եք Հերացի փողոցի խաչմերուկում, ուրեմն յաշիկներ էին քշում, եթե ճիշտ եմ հիշում յաշիկը, հա, մեծ մեքենա, քշում էին այն խաղաղ ցուցարարների վրա, հիմնականում ուսանողության, երիտասարդության, ովքեր ուզում էին ազատվել այդ բանից, կարգերից, որոնց դեմ ոչ բռնի թավշյա հեղափոխություն էին անում։ Եվ սա է մեղադրանքը, ինչ վերաբերում է իրենց արձագանքներին, թե նա մեղավոր չէ, ես նման արձագանքներ չեմ լսել, ես լսել եմ արձագանքներ, որ եթե մեկ ամիս, թե քանի ամիս այս կողմ այն կողմ լինել այդ արարքը համաներման տակ կընկներ, եթե այսպես ապա այնպես, այսինքն ավելի մեղմացուցիչ բաներ են բերում, բայց արարքի հետ կապված ոչ ոք չունի հակառակ կարծիք, որտեղ ամեն ինչ փաստական է եւ գործ ունենք վճռի հետ արդեն, հա, մեղադրական վճռի հետ։ Ինչ վերաբերում է ադրբեջանականացմանը, Ադրբեջանի պահանջով որոշումների կայացմանը, ես դες այսպես ասեմ, լավագույն նախագիծն էլ եթե մենք բերենք, լավագույն որոշումներ ունենանք, սա փաթեթավորում են իբրև ադրբեջանական թուրքական պահանջ, որպեսզի ժողովրդի մոտ առաջացնեն ռեակցիա ինքնապաշտպանողական եւ որպեսզի ընդդիմություն լինի ժողովրդի կողմից, ընդդիմանան որոշումներին, կապ չունի ինչի հետ է կապված, դա դասագրքերի փոփոխություն է, դա սահմանադրական փոփոխություն է, դա զինվորական ծառայության ժամկետի կրճատում է, դա անգամ ծխելու դեմ պայքարում, իրենք կարող են ասել սա Ալիևի պահանջն է, սա թուրքական պահանջ է, փաթեթավորեն այդ զգացական ֆոնով եւ բան անել, ուրեմն փորձել ժողովրդի մոտ հակա ռեակցիա առաջացնել։ Սա պատճառն է, որ կամ մեր ուրեմն որոշումները իդեալական են, ինչի հետ ես համաձայն չեմ, շատ խնդիրներ կան եւ մենք մեզ ընդդիմադիր ենք դառնում երբեմն, որովհետեւ մենք չունենք առողջ քննադատություն։ Եվ քանի որ սա իդեալական որոշումներ չեն մեր բոլոր որոշումները, ապա երկրորդն է գալիս, հա, ինչի են այդպես անում, որովհետև իրենք քաղաքական առումով իմպոտենտ են, այսինքն իրենք չունեն այն կարողությունները, այն հմտությունները կամ այն ցանկությունը, թույլ տվեք ասել, որպեսզի իրականում գտնեն այն խութերը, այն բաց տեղերը, որը իշխանությունը իր իշխանական աչքով չի նկատել եւ ինչի համար կոչված է ընդդիմությունը, որպեսզի այդ ձայնն էլ բարձրացնի։ Դա մենք մեզ երբեմն իշխանությունից դուրս ենք դնում, փորձում ենք իբրև ընդդիմություն տարբեր որոշումների, նախագծերի հետ կապված, հա, հակակարծիք ասենք, եւ երբեմն լրատվամիջոցներում հայտնվում են վերնագրեր, որ իշխանության մեջ խնդիր կա, չգիտեմ, ում հետ չունի, բայց դա ընդհանրապես բովանդակային բան է, երկխոսություն է կամ բանավեճ է, ավելի ճիշտ, որը մենք բաց ենք լրացնում ընդդիմության։ Հիմա ինքը Դավիթ Համբարձումյանի հետ կապված։ Եվ ես դες ասեմ ավելին, այդ որ ասում եմ, բանը քաղաքական իմպոտենտություն է, մեկ այլ քաղաքական իմպոտենտություն էր բերել Դավիթ Համբարձումյանին եւ կարգել իբրև վարչապետի թեկնածու, որտեւ ավելի վատ թեկնածու մեկ էլ չգիտեմ, երևի այն բանը նախկին վարչապետներ, որին մերժեց ժողովուրդը, որովհետև այդ խաղաղ պայքարում, խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործած անձը չէր կարող էլի լինել թեկնածու, կամ իրենք
շատ ահավոր չեն սիրում Դավիթ Համբարձումյանին եւ ուզում են իրենց շարքերից հանել, նրան կարգելով իրենց իբրև վարչապետ դիտարկել, գիտեն դա չլինող բան է, կամ իրանք իրականում չեն ուզում իշխանություն ունենալ։ Կամ երրորդ տարբերակն էլ ձեզ ասեմ, բոլորը վստահ էին, որ հիմա լինելու է գործընթացը հասնելու է կուլմինացիային, եւ սա շատ լավ միջոց էր փաթեթավորել սա իբրև քաղաքալացիան, ինչպես Վարդան Ղուկասյանի դեպքում կամ այն պաշտոնավարող անձանց դեպքում, որոնք խնդիրներ ունենալու դեպքում արագ շտապում են մտնել քաղաքականություն եւ իրենց քաղաքալացիալ ձևացնել։ Տեսեք, Լևոն Զուրաբյանը հակից բարբերաբար ինչ-որ օրվա ընթացքում նաև ծրագրային առաջարկներով, դրույթներով է հանդես գալի, ենթադրում եմ, որ նրանք եւս մասնակցելու են ընտրություններին եւ ասում է, որ իրենց գործրագրային գործերից մեկն է լինելու Հայաստանում օրենսդրորեն սահմանել տնտեսապես նախասիրելի ազգի կարգավիճակ հասկացությունը, որը պետք է նախատեսի հատուկ տնտեսական հարաբերություններ, միգրացիոն քաղաքականություն եւ առավելություններ այն պետությունների համար, որոնք Հայաստանի նկատմամբ ունեն ապացուցելի բարյացկամ եւ բարեկամական վերաբերմունք եւ ըստ այդ օրենքի Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի կողմից չեն դիտարկվի այդպիսի երկրներ, նրանք չեն կարողանա Հայաստանում միգրացիոն իրավիճակը փոխել, չեն կարողանա հող եւ գույք ագրեսիվորեն ձեռք բերել, փոխել մեր դեմոգրաֆիան ու ինչ որ նման բաներ անել, հա։ Այդ դուք օրինակ ինչպես եք վերաբերվում այսպիսի օրենսդրական նախաձեռնությանը։ Ես հակին վաղուց է, ինչ դիտարկում եմ այն հավաքական ընդդիմության շարքերում եւ ցավալիորեն, որը որ կա Սերժ Ռոբական այդ որ ասում են, հա, այդ ընդդիմության։ Գիտեք ինչի, որովհետև եթե օրինակ դաշնակցականները, հանրապետականները իրենց տարբեր հարցազրույցներում խնդրում եմ օգոստոսյա սկզբի հայտարարություններ նայել, որովհետև հետո հասկացան իրանց ասացի հիմարություն լինելը եւ փոխեցին որոշակի խոսքները, բայց եթե ուղիղ ասում էին, որ մենք իշխանության գալու դեպքում չեղարկելու ենք պայմանավորվածությունները, այսինքն գնալու ենք հակառակ ուղղությամբ, ոչ թե խաղաղություն ենք շարունակելու ենք ինստիտուցիոնալ դարձնել, խորացնել եւ մշտական դարձնել այն խաղաղությունը, որը այսօր ունենք, այլ գնալու ենք հակառակ ճանապարհով։ Օրինակ, սորագրած որոշումները չեղարկելու ենք, այլ բան ենք բանանելու, վերջնագիր ենք ներկայացնելու կամ այսպես կլինի կամ չի լինի, հա, այսինքն դա բանակցություն չի, դա փոխզիջում չի, դա քո բանը լավագույն ցանկություններն ասելն է եւ ստանալն է ոչ պատասխան եւ գնալն է այն ճանապարհով, որով տանում էին այսքան ժամանակ Հայաստանին, որի վերջնարդյունքը դա պետականության կորուստն էր եւ այն բարյացակամ տրամադրված այն մի կենտրոնից մաքսիմալ կախվածության տանելն է, ինչը իրանք հիմա ձևակերպել են այլ կերպ, փորձելով տենց բարդ բառերով, երկար նախադասություններով, որպեսզի հասարակությանը կարան ինչպես ուզեն մանիպուլյացնել եւ հիմա իմ խոսքն էլ ինչպես ուզեն, այդպես ձևակերպեն։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ես խաղաղությունը չեմ պատկերացնում պատեր շարել երկու պետությունների միջև, պատ շարել, բարձր եւ իրար չտեսնել, իրար հետ չխոսել, չառնչվել եւ համարել, որ բանը սուտ մեռուկ ձևանալ կամ ասել իրանք չկան։ Մենք գոյություն ունենք այս տարածաշրջանում եւ ունենք այդ հարևանը եւ ստիպված ենք ապրել այդ իրողության հետ, լավ է, վատ է, այդ է։ Եվ խաղաղություն ունենալը նշանակում է հարաբերվել այս իրողության հետ, հարաբերվել ոչ թե պատեր կառուցելով, այլ շփվելով, փորձելով գտնել այն հատմանկետը, որը երկուսիս էլ ձեռնտու է եւ որոշ ժամանակ ունենալով հանգիստ վիճակ, հետագայում արդեն սերունդներ կփոխվեն եւ այլն եւ մեզ համար կդառնա սովորական հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչպես սովորական են դարձել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հա, օրինակ, որովհետեւ եթե մենք հետ են գնում պատմական տարբեր շրջաններում եղել են հակասություններ այս երկրների միջև, հա, բայց եւ նայեք Եվրոպան Համաշխարհային պատերազմի ժամանակ նայեք ինչ էր կատարվում, նայեք աշխարհին, որ տարբեր ժամանակներում երկրները իրար հետ պատերազմել են, բայց հետո գտել են ինչ-որ մի կերպ իրար հետ փոխհարաբերվելու եւ հիմա երբեք մարդ չի կարող մտածել, որ այս բաց սահմանը, երբ որ դու անգամ կարող ես մի սրճարանը օրինակ գտնվի երկու երկրների սահմանին, չլինեն փշալարեր, անգամ դու չանցնես այդ բանը ստուգումը, հա, որ սահման ես անցնում այլ երկրի, դու չզգաս ինչպես անցար սահմանը, մի ժամանակ իրար սպանել են, չէ՞ կատաղի։ Հիմա դրա համար
մենք ասում ենք, որ մենք հանձնառություն ենք վերցրել, թեկուզ այս ոչ հեռատես մարդկանց հայհոյանքներին արժանանալու գնով, մենք հաստատակամ ենք խաղաղության գնալու ճանապարհով եւ ամեն ինչ անելու ենք, որ դա հիմնովին լինի, այսինքն երբ որ իշխանությունն փոխվի, ելես երկրների քաղաքացիների միջև չլինի այդ ցանկությունը իրար հետ պատերազմելու եւ ամենակարևորը տնտեսապես իրարից տնտեսական առումով փոխշահավետության մեջ լինելը, փոխկախվածության, փոխկապվածության մեջ լինելը, սա լավագույն տարբերակն է դրա, որովհետեւ եթե մենք միմյանց ճանապարհները, ենթակառուցվածքներն օգտագործելիս մենք ունենում ենք բաներ, արդյունքներ դրական մեր երկրի համար, ապա ինչի գնալ հակառակ ճանապարհով։ Չէ՞ որ պատերազմը թանկ է, ցանկացած դեպքում պատերազմը անգամ հաղթող երկրի համար թանկ է նստում։ Դա մեծ բան է, տնտեսական հոսքեր են, որոնք ուղղակի դուրս են գալիս։ Իսկ ունենալով համագործակցություն մենք կարող ենք բան անել, միայն շահել եւ խաղաղությունը սարքել ինստիտուցիոնալ եւ ինչ որ մի փուլում ցանկությունն էլ չլինի եւ հիշենք իբրև պատմական վատ փուլ, որ ունեցել ենք ինչ որ շրջանում այս երկու պետությունները։ Հիմա կվերադառնանք ձեր դիտարկումներին, ես էլի մեջբերում անեմ, Արմեն Աշոտյանը օրինակ Դավիթ Համբարձումյանի այդ կալանավորման պահին հայտարարեց, որ ձեր ռեժիմը դեվա, սկզբից ուտում են ամենասիրուն աղջիկներին, հետո ուժեղ տղերքին, հա։ Ես հիմա խնդրեմ ձեզ, որպեսզի քանի որ դուք եք ուտում, այս պատկերավոր նկարագրությունը մեզ փոքր-ինչ բացեք էլի։ Այդ տրամաբանորեն այդ սիրուն աղջիկը Դավիթ Համբարձումյանը, ես չեմ հասկանում այդ համեմատությունը, Եվ ուժեղ տղա։ ում են կերը դրանից առաջ եւ ում են համարում այդ սիրուն աղջիկը ում կերել են եւ հիմա հասել ենք ուժեղ տղեկի, որովհետեւ իրենք այդ ուժեղ տղաների անգամ բանի մեջ պարզապես չեն մտնում։ Եթե ինքը պատկերավոր հասկանում եմ փոխաբերական իմաստով ասած, նկարագրական ասած, ինքը համեմատում է իրենց այն ուժեղ տղեկի հետ, այն կարևոր ֆիգուրների հետ, որոնց մենք ուտում ենք, որպեսզի դա նշանակում է այդ 2-3 անձիկ, որոնք տարբեր քրեական հոդվածներով անցնում են եւ հիմա գտնվում են տարբեր փակ տարածքներում, իրենք են այդ ամենաուժեղ տղեկը։ Աշոտյանը բան է խոսում, որտեղ ինքն էլ է այդ ճանապարհով անցել, իրան էլ է համարում ուժեղ տղա, բայց օրինակ ինքը ված չի զգում իր կողքը կանգնած օրինակ Շարմազանովի մասին տենց բան ասելիս, որ ինքը ոչ սիրուն աղջիկ է, ոչ ուժեղ տղա է, կարևոր ֆիգուր չէ։ Այն հարյուրավոր պաշտոնյաներից, որոնք եղել են նաև իրենց ժամանակ եւ շարունակում են պաշտոնավարել, կամ բանը, կամ նրանք բավարար ընդդիմադիր չեն եւ միայն այդ կալանավորված 2-3 հոգին են, կամ իրենք ունեն տարբեր ընդդիմադիր, իրենք ասած ընդդիմադիր դաշտը, ունի տարբեր ընդդիմադիր համայնքապետեր այսօր, որոնք մի քանի տասնյակ են, էլի ուզում եմ ֆիքսենք, դա բանով Վարդան Ղուկասյանով եւ Դավիթ Համբարձումյանով չի սահմանափակվում, ընդդիմությունն ունի մի քանի տասնյակ, հիմա հստակ թիվը չեմ հիշում, բայց մի քանի տասնյակ համայնքի ղեկավարներ, որոնց հենց հիմա ուղիղ վիրավորում է Աշոտյանը, ասելով, որ իրենք բան այն ուժեղ տղեկը չեն, այն բավարար ընդդիմադիրը չեն եւ միգուցե մեզ այդ գործարքի մեջ են, կամ ուղղակի դա թույլիկ մեկն է, որ գնացել է հաղթել է Չէ, ուղղակի բան է, ժողովրդավարությունը մենք հասկանում ենք, մենք չենք հավակնում բոլոր համայնքներում ունենալ համայնքապետ, ուզում եմ սա ազնվորեն ասել, դա նաև ժողովրդավարական առումով շատ սխալ է, հա, չի կարող լինել երկիր, որտեղ ընդդիմությունը չունի մասնակցություն իշխանության մեջ, տիմերում հատկապես, ել չեմ ասում, որ հիմա շատ քիչ երկրներ կգտնեք, որտեղ կենտրոնական իշխանությունը մեկ կուսակցությունից բաղկացած, հա, բան է կառավարում, նորմալ պրակտիկա է, համագործակցություն է, հերթով պաշտոնավարելը, ինչ որ մի փուլում դառնալ ընդդիմություն Ուղղակի այս մարդկանց համար բան է, կյանքի հարց է դարձել, ունենալ են հնարավորությունը, որպեսզի այս թափանիվը դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն գնացող կանգնացնել եւ հետ պտտել մեզ։ Իրանց համար կյանքի նպատակ է սա դարձել ու իրենք ամեն կերպ դրան են փորձում էլի տանեն։ Ընդհանրապես կռիվը սա է։ Եթե այդպես է, եկեք ցույց տվեք, ասում են քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալ է համարվում են մարդը, որը այն արարքը չի գործել, ինչի համար նա մեղադրվում է կամ գործել է արարք որի համար ենթադրենք հասնում է 2 տարի մաքսիմալ ժամկետ, բայց իրեն քաղաքական իր հայացքներով պայմանավորված տալիս են 6 տարի օրինակ կալանավորում, հա, կամ 2 տարի է հասնում, բայց 2 տարի 5 ամիս են տալիս կալանավորում։ Այս մարդիկ են համարվում քաղհալածյալ, քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալ են բանը հիմա համարում մարդկանց, որոնք օրինական կարգով արված դատարանի որոշմամբ արված ձայնագրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, դա ուղղակի ինչ որ սլիվ չէ, դա
քննիչները մտել են, դատարանը հաստատել է, թույլ է տվել ձայնագրությունը։ Ձայնագրությունն արվել է եւ այդտեղ պարզվել է այն, ինչի մեջ իրենք կասկածում են տվյալ պաշտոնյային։ Եվ ձայնագրության մեջ պարզ է դառնում, որ այս մարդը օրինակ բան է, կաշառակեր է։ Եվ գործը մտնում է վերջ դատարան, եւ եթե դատարանը գտնում է, որ պետք է կալանավորում է, այստեղ մենք ինչ կապ ունենք։ Մենք ինչ ախր միառժամանակ երկու տարբեր կարծիք է հնչում։ Օրինակ, այս իշխանությունը այդ չեք, նենց գործեր եք կարում, գնում են դատարան եւ փլվում են։ Տեսեք, այս դատարանը արդար է այդ դեպքում։ Այսինքն մենք չունենք լծակ դատարանի վրա։ Շատ լավ, ճիշտ եք ասում, կան նաև այդպիսի գործեր, բայց դա մեր հետ ինչ կապ ունի։ Եթե մենք դատարանը վերահսկում ենք, ապա ինչպես է դառնում, որ մի դեպքում գնում է փլվում է գործը, մյուս դեպքում կալանավորում է լինում։ Իսկ միգուցե այդ մարդիկ հանցագործություն են կատարել, որ կալանավորում կա, որ ձերբակալում կա։ Դե այո, սովորաբար այդպես է ասվում, այստեղ իհարկե տրամաբանական խզում կա, օրինակ նույն Կոչուբաևի օրինակը, որը կալանքը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Ես նաև առավոտյան տեսա այդ բաց նամակը եւ ես շատ ողջունում եմ, որ հնարավորություն ունի անկախ այն հանգամանքից թե ինչի համար է Կոչուբաևը, հա, ուրեմն ձերբակալված կալանավորված կարգավիճակը չգիտեի, նրան հնարավորություն է տրվել, որովհետեւ անձնական խնդիրներ ունի եւ շուտապույտ առողջացում իր մտերիմներին, ընտանիքի անդամներին եւ այո, այսինքն նշանակում է, որ մենք վերահսկողություն ունեինք, մենք այդ դևն ենք, որ ուտում ենք ուժեղ տղաներին, բան գեղեցիկ աղջիկներին եւ բանը, այս մի դեպքում պլստացել է։ Չէ, ուղղակի բազմաթիվ նման դեպքեր կան, էլի։ Պարոն Աշոտյան, չի հիմա կարողանում խոսել եւ բան անել, օրինակ հայտարարություններ անել քաղաքական, գնալ ինչ որ տեղ կամ, որովհետեւ ինքը ուժեղ տղա չի, հա։ Մի պահ ուժեղ է, հիմա ուժեղ չի։ Եթե մենք ենք վերահսկում, մեր ցանկությունն է, որ իր նման ուժեղ տղան լինի կալանքի տակ, ինչպես է ստացվում, որ այսօր նա քաղաքական նման հայտարարություններ է անում։ Ձեր հիմա դիտարկումներին էլի կվերադառնանք, մասնավորապես Հայաստանի եւ հարևանների հետ հարաբերությունների։ Հոգևորականներից մեկը հայտարարություն էր անում նշելով ժողովրդավարության դեմ եւ նշելով թե որքան վատ բան է այն։ Մեկ այլ հոգևորական այսօր հայտարարություն արեց, որ երբ խոսում են մարդու իրավունքների եւ ժողովրդի մասին, դա նշանակում է, այսինքն այնտեղ որտեղ խոսում են, դա նշանակում է, որ գնում են այդ միջավայրի կամ այդ հաստատությունը ոչնչացնելու, դա դրա մասին է հուշում, հա, այսպես ասած։ Բայց օրինակ նույն զրույցի ընթացքում եւ խոսքը օրինակ վերաբերում էր Արշակ Սրբազանի տեսագրություններին եւ այլն կամ ենթադրյալ տեսագրություններին, նա ասում էր, որ խախտվել է նրա սահմանադրական իրավունքը, հա։ Օրինակ ձեզ համար բացատրելի է ինչու են այս մի խումբ հոգևորականները իրավունքները, օրենքները վերապահում, այսպես ասենք, միայն իրենց եւ իրենց ավելի բարձր դասում, քան հանրության այլ խմբերի։ Ես որ նոր ասում էի, հիշեցի մեկ այլ հոգևորականի, Շիրակի թեմի առաջնորդ այժմ ուրեմն էլի փակած վայրերում գտնվող, հա, Միքայել Աճապահյանի հայտարարությունը, որ մենք դարերով, հազարամյակներով պետականություն, երկիր ենք պահել, մեծ երկիր, եւ դուք եկաք եւ փոքրացրեցիք, սարքեցիք ընդամենը այս 29743-ը եւ պետականությունը, օրենքները, ժողովրդավարությունը, պետական ատրիբուտները տվյալ հոգևորականների համար բոլորի մասին չեմ խոսում, տվյալ ովքեր նման արձանագրումներ են անում, նրանց համար անընդունելի է ժողովրդավարությունը, ընտրությունը, ցանկացած պետական բան անընդունելի է։ Սրա մասին է խոսում։ Ես իհարկե այն մի հատվածը տեսել եմ, որտեղ գործընկերներիցս ոմանք իրենց էջում դրել են այդ ժողովրդավարության բանի հետ կապված, ես սրան կնայեի նորմալ, մարդը իր կարծիքն ունի, ասենք մարդը գտնում որ չպետք է լինի ժողովրդավարական եկի, դա էլ է ընտրություն։ Անկամ այդ բանով նախընտրական ծրագրով մարդ կա, կարող է առաջադրվել թեկնածու, եւ եթե հասարակությունը կորոշի, որ ոչ ժողովրդավարական երկրում պետք է ապրեն, կգնան ապրեն ոչ ժողովրդավարական երկրում։ Ժողովուրդն է որոշում ինքը ինչ հասարակարգում է ապրում, ինչ կարգոկանոնով է ապրում։ Ես սրան կնայի նորմալ, որտեղ անհատի կարծիք, եթե այդ հոգևորականները տենց թևքերը ծալած եւ քաղաքականություն մտած չլինեին։ Ես դրան կնայի նորմալ, անհատը իր կարծիքն է ասում, բայց սա պետք է դիտարկել իբրև այս դասի նպատակ լինելու իշխանություն, ինչպես կանեն։ Իսկ որ նրանք, ես մա ծիծաղալի բան եմ ասում միգուցե շատերի համար, բայց շատ ակնհայտ է, որ այս մարդիկ ուզում են իշխանություն,
Նրանք ուզում են իրենք ղեկավարեն։ Որոշներն ասում են մեր հողերը հետ կուզենք, եկեղեցական, չգիտեմ, տարածքները հետ կուզենք պետությունից, չէ՞։ Այսինքն հիմա էլ մի հոգևորական Տավուշի թեմի առաջնորդը նաև մտել էր կոնկրետ վարչապետի տեխնացու էր, մտել էր ուժեղ քաղաքական դաշտ եւ ուզում էր դառնալ վարչապետ, երկիր ղեկավարեր։ Իրենց պատկերացած մոդելն էսպիսին է։ Դրա այսպես պետք անենք։ Ես այլ գնահատական չեմ կարող տալ։ Ես ճանաչում եմ իմ ժողովրդին, գիտեմ, որ իմ ժողովուրդն ուզում է լինել ժողովրդավար, եւ ընդամենը 6-7 տարի առաջ ժողովուրդը ապացուցեց, որ այդ ժողովրդավար լինելու քողի տակ գտնվող երկիրը իբր որ ժողովրդավար է, խնդիրներ ունի եւ այդ խնդիրների դեմ գնաց պայքարելու, որովհետեւ ուզում էր ժողովրդավարություն։ Ժողովուրդը, իմ ժողովուրդը անընդհատ ուզում է ավելի ժողովրդավարություն եւ հիմա էլ ուզում է ավելի ժողովրդավարություն։ Եվ ես ասեմ ավելին, այն ուժը կհավակնի ունենալու որոշակի իշխանություն, որը ավելի լավ ժողովրդավարություն կտա այս ժողովրդին, հա։ Իր ցանկությունն է դե։ Հիմա գնալ եւ ասել, որ ժողովրդավարությունը սխալ է, որ խաղաղությունը չեղարկելու ենք, որ sense որ մեծ, սա նշանակում է ժողովրդի չճանաչել, որովհետեւ դու ոչ մի ձայն չես հավաքելու, կամ դու ու քո ընտանիքի մի քանի անդամը քեզ ձայն կտան։ Ես իմ ժողովրդին ճանաչում եմ, իմ ժողովուրդը ուզում է ավելի ժողովրդավարություն եւ մենք անընդհատ աշխատում ենք ավելի ժողովրդավար լինելու համար։ Սա անընդհատ գործընթաց էլի, չես կարող ասել մենք հասել ենք այդ պիկին, վերջ, այլ ոչինչ չենք անում։ Անընդհատ աշխատելու տեղ է էլի ժողովրդավարությունը։ Մենք էլի հաջորդ անգամ էլի ավելի ժողովրդավար լինելու համար, ավելի լավ ինստիտուտներ ունենալու համար, ավելի ժողովրդի մասնակցայնություն ունեցող որոշումներ ունենալու համար մենք այդ խնդրանքով ենք գնալու ժողովրդի մոտ։ Իսկ ինչպես է վերաբերվում, օրինակ, որ Ռուսաստանի պատրիարքի խորհրդականը մեկնաբանություններ է անում իշխանության եւ եկեղեցու վերնախավի հակասությունների վերաբերյալ, իշխանությանը մեղադրելով սահմանադրություն խախտելու, եկեղեցու ներքին գործերի մեջ միջամտելու։ Ես օրինակ մի տեսակետ եմ լսել, որ մեր կաթողիկոս համարվող Կտրիչ Ներսիսյանը ինքը իր գլխի տերը չէ եւ ինքը ղեկավարվում է կոնկրետ ռուսական կողմից եւ նաեւ իր եղբայրն է այնտեղ, հա, առաջնորդ թեմի եւ այլն, եւ միգուցե սա ճիշտ է, որովհետեւ մենք ինչպես կարող ենք պատկերացնել, որ մենք ինչ որ մի երկրի հոգևոր եւ ուրեմն քաղաքական այս հակամարտությունը բան տանք, մեկնաբանություն, մենք ով ենք, որպես երկիր ով ենք, որ ասենք մենք կարող ենք իբրև դիտորդ երկիր ասել ընտրություններում կան կեղծիքներ կամ խնդիրներ, եթե կոչված ենք այդպեսին, հա, տարբեր ֆորմատներով մասնակցում ենք, չէ, ընտրություններին, այս երկու ման եւ եվրոպական եւ բանը ԱՊՀ երկրների եւ այլն։ Բայց մտնել այդ ներքին այդ հարցի մեջ իշխանություն, բան եկեղեցի հարաբերություններ, բան ով է ինչ որ հոգևոր առաջնորդի խորհրդականը, որ կարողանա երկրի մասին բան կա։ Ինքը խորհրդական է երևի կոնկրետ Կտրիչ Ներսիսյանի գծով եւ շփոթվել է եւ Կտրիչ Ներսիսյանին հրովարտակ իջացնելու փոխարեն այդպես հրապարակային է ասել ով է ինքը որ ինչ որ գնահատական տա մեր երկրում տեղի ունեցողի հետ կապված դա խնդրահարույց լինի թե չլինի անգամ Հովանավանքում պատարակից հետո, երբ վարչապետը ասաց, որ հաջորդ կիրակի եւս լինելու է այդտեղ մատուցվող պատարակին, այսօր մամուլը գրել էր, որ իշխանությունը այսպիսով տվել է մեկնարկը իրենց բառերով ասած եկեղեցին վերջնականապես զավթելու եւ ասացին, որ քաղաքացիական պայմանագիրը հիմա կոնսոլիդացնում է եկեղեցու դեմ պայքարին միացած հոգևորականներին եւ նրանց հետ միասին արշավելու եք դեպի մայր աթոռ, հա։ Եթե նկարագրական առումով են ասում արշավելու, այսինքն այն առումով, որ պետք է մայր աթոռը ազատի այն մարդը, որը չի կարող ուղղակի լինել կաթողիկոս, ի սկզբանե չի կարող, եթե նկարագրական է այո, վաղուց եւ դա մենք հայտարարել ենք, որ այս մարդը չպետք է լինի կաթողիկոս, որովհետեւ մեր մեծամասնությունը, մեր քաղաքական ուժի, այնպես ինչպես մեր հասարակության մեծամասնությունը քրիստոնյաներ են եւ առաջնորդվելով նաև դրանով մենք ուզում ենք որ մեր այդ հոգևոր հատվածը մեր ինքնության կարևոր մաս համարվող եկեղեցին լինի անապակ լինի բան համապատասխանի էլի այն կանոնակարգի հետ այն իրենց ներքին բաների հետ որը կա այսինքն Կտրիչ Ներսիսյանը լինելով ի սկզբանե ոչ կուսակրոն երեխա ունենալով 99 թվականի հոկտեմբերի 27-ին դարձավ բան կաթողիկոս կարգվեց, հա
Սա ի սկզբանե սխալ էր, եւ երբ որ մենք ասում են եկեղեցին թող ինքնուրույն լուծի իր հարցերը, այո, եթե եկեղեցին ինքնուրույն լուծի այդ հարցերը, նստի եւ քննարկի այս խոսակցությունը զավակ ունենալու հետ կապված, ապա իրենք առնչվելու են, հա, ասենք հո հիմար չեն, սենյակում այդ փիղը չտեսնեն։ Եթե առնչվեն եւ արդեն վերջ, հենց առնչվեցին դրա հետ, տեսան այդ խնդիրը, այդ խնդիրը շատ տեսանելի է։ Հենց տեսան այդ վարքյանից գոնե չի կարող Կտրիչ Ներսիսյանը մնալ կաթողիկոս։ Դրա համար չեն առնչվում այդ հարցին, պարզապես չեն առնչվում։ Հիմա մենք ասում ենք, մեզ համար կարևոր է մեր հոգևոր հատվածը մաքուր պահելը։ Եվ եթե սա արշավանք է, ընդունեք սա արշավանք, բայց եթե իրենք նկատի ունեն ուժի գործադրում եւ այլն, վարչապետն էլ է ունեցել հնարավորություն այս մասին խոսալու, որ մենք բացառում ենք դա, մենք չենք ուզում դա լինի, մենք խաղաղ, տեսակ։ Իմ գործընկերները գնացին եւ մասնակցեցին Հովանավանքում պատարագի եւ այնտեղ ինչ խնդիր եղավ։ Եկել էին մարդիկ, որոնք ուզում են լսել այն հոգևորականին, որը մի մարդու որոշմամբ այլևս ասում են չի կարող լինել հոգևորական։ Մի մարդու որոշմամբ։ Մենք ասում ենք Աստծո որոշմամբ դու Աստծո հետ բան ես կնքել, որ դու կուսակրոն ես։ Դու դա չես եւ Աստծո որոշմամբ դու չես կարող լինել այնտեղ, որտեղից կարող ես մարդուն, որը քո քաղաքական հայացքները չի կիսում, դու կարգալույծ անես։ Դու մի հոգով չես կարող։ Հիմա չեմ հասկանում էլի այդ բանը։ Հետո կամ ասում են, բան է, բախում կլինի, բա որ բախում պետք է լինի։ Ես գնում եմ բախում եմ հրահրում, երբ որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կամ իր նման, հա, իր կենսակերպ ունեցող, իր որակներն ունեցող այդ հոգևորականները, ասենք պատարագ են մատուցում։ Չէ, ես չեմ գնում այդ պատարագին։ Ես ուղղակի չեմ գնում այդ պատարագին։ Ես գնում եմ այնտեղ, որտեղ այդ հոգևորականին գոնե հավանում եմ, հա, օրինակ ինքը ящик չի ճռռացնում բակերում, ինքը տարբեր վատ պատմությունների հետ կապ չունի, անգամ մենք երեխա կնքելուց խոսքս բանանեմ էլի, այտենց արանքում բան հիշեցեմ, օրինակ երեխա կնքելիս, ամուսնանալիս, մի քիչ կան երկար ենք ման գալիս այն հոգևորականին, որը պետք է պատիվն ունենա։ Գիտեք ինչ են երկար ման գալիս։ Տրամաբանությունն է, որ ամեն եկեղեցում այդ հոգևորականն է, բայց այդպես չէ, մենք երկար ման ենք գալիս, եւ այն հոգևորականները, որոնք իրականում այդ շատ լավն են, օրինակ մենք տնօրինակի ենք իրենց հրավիրում մեր տունը օրհնելու կամ վատ իրադարձությունների ժամանակ կամ լավ իրադարձությունների ժամանակ, հա, մենք փնտրում ենք իրենց մոտ հերթ է կարելի ասել, որովհետեւ իրենց պահանջարկը շատ է, չէ՞։ Ինչի՞ չենք ամեն մոտակա եկեղեցին գնում, ինչպես դպրոցն ենք ընտրում, հա։ Եվ այդ է խնդիրը, որ օրինակ հավանում ենք Տեր Արամին։ Տեր Արամը իհարկե հասկանում ենք, որ այլ աջակցություններ է ստանում եւ գնացել էին օրինակ պատարագի մարդիկ, ովքեր առաջի անգամ էին գնում իր պատարագին, բայց սա նաեւ ժողովրդի հետ բանն է, անհամաձայնությունն է Կտրիչ Ներսիսյանի որոշումների հետ, հա։ Գնում են լսում են այդ մարդուն, որովհետեւ հաճելի է այդ մարդուն լսել։ Հիմա մյուս կիրակել, եկող կիրակել գնան մարդիկ ու հաճելի է իրեն լսելը։ Բախում կլինի այն դեպքում, եթե ինչ-որ մարդիկ հատուկ կան, հրահրեն բախում։ Թե չէ, մի արի մի լսի, դու չգիտես որտեղ պատարագ կա, մի գտնվի տեղ եւ մի լսիր։ Գին Հակոբյան, մամուլում այսօր հայտարարություններ եղան, որ քաղաքացիական պայմանագիրը ընդհանուր պետք է պատրաստ լինել, որ քաղաքացիական պայմանագիրը ընդհանուր կարող է վառել Մայրաթոռը։ Չգիտեմ ով է այդ հիմարությունն ասել, բայց Մայրաթոռը բան չի էլի, Կտրիչ Ներսիսյանի, ինչ ասեմ, հոգին չի վառես մի քիչ, չգիտեմ, այնտեղ մի բան շարժվի էլի, ասեմ, դա մեր հարստությունն է, մեր կենտրոնն է համայն հայության, հա, հոգևոր կենտրոնն է եւ ասեմ ավելին, մեկ Սամվել Կարապետյանի նկարի համար չարժի վառել Մայրաթոռը, այնտեղ սրբադասված կախված է, չէ՞, ընտանիքով։ Շատ լավ, դուք սկզբից ձեր խոսքում հարևանների հետ հարաբերությունների մասով կարևորեցիք, հա, այդ ապաշրջափակում եւ այլն, օրինակ նույն Ադրբեջանը իր սահմանափակումները հանել է միջազգային տարանցումների համար դեպի Հայաստան եւ այլն։ Օրինակ ձեր ընդդիմադիր գործընկերները ասում են, որ քանի որ իրենք ամենաթարմ օրինակը աչքի առաջ ունեն Լաչինի բլոկադան եւ այնտեղ սովամահությունը, իրենք չեն ուզում, որպեսզի կրկնվի այդ նույն պատմությունը Հայաստանում եւ հղում են անում, որ թե որքան արժանապատիվ էին Արցախում, երբ նրանք չհամաձայնվեցին Աղդամի ճանապարհը բացել մարդասիրական ինչ-որ բեռների համար, իսկ դուք տանում եք Հայաստանին, դնում եք Ադրբեջանից եւ Թուրքիայից կախվածության մեջ, նրանք էլ մի օր կփակեն այդ սահմանափակումները նորից հետ կբերեն, մեզ բլոկադայի սովամահության կենթարկեն։ Գիտեք, ես
այս քննադատությունը կհամարեի մտահոգություն, եթե խելամիտ մտահոգություն, եթե մենք մեր ունեցած այլընտրանքը փակեինք եւ ընկնեինք այս մեկ կյանքի ուղու հետևից, կյանքի ճանապարհ։ Այսինքն մենք ասեինք վերջ, այլևս քանդում ենք, բան ենք անում, այն մյուս ճանապարհները Վրաստան բան փակում ենք եւ միայն Ադրբեջանն է։ Բայց եթե մենք այլընտրանք ենք ստեղծում, ինչպես կարող ենք կախվածության մեջ ընկնել, հա, կամ այդ բանը քննադատությունը ոնց կարող է խելամիտ հնչել, եթե մենք եղած հնարավորությանը այլընտրանք ենք փաստորեն առաջարկում։ Ասում ենք կա նաև այս ճանապարհը, որը տնտեսապես ավելի հարմար է եւ որը ես տնտեսական առավելությունները մի կողմ դնելով ուզում եմ ասեմ, որ խաղաղության ճանապարհին սա շատ լավ բան է, իրադարձություն է, որ եղել է, սա շատ դրական իրադարձություն է։ Հիմա տեսեք, այդ լուրն եղավ, բոլորի համար բաներ չէ, իրանց համար տենց շատ անակնկալ լուր, առաջի արձագանքը ո՞րն է։ Չէ, վառենք, թափենք, չկա, սա իրանց պահանջն է, սա վատ բան է, սա թրքացում է, սա ուղիղ բան է, այդ բաները կլիշեները կպցնում են ու անցնում են առաջ։ Հետո 1-2 օր անցնում է, հասկանում են, որ հիմարություն են խոսել, ու սկսում են սրբագրել իրենց ասածը, սրբագրել, մինչև հասնում են ինչ-որ մի հատ կետի, որը մի քիչ միտեղ գտնվում են, էլի բռնելու։ Ես դրա համար եմ ասում, նույն բանի դեպքում օգոստոսի 8-ի օրը, հաջորդ օրը լսեք ընդդիմության բաները։ Հիմա համեմատեք օրինակ վերջի քարորիայի ժամանակ իրենց խոսացածների հետ։ Մարդիկ ողջունում են, դրական բան, ասում են, այո, կարող է դրական լինել, բայց իսկ այն ժամանակ վերջ Պրծավ, ժողովուրդ հավաքվեք, գնանք գրոհենք պետական շենքերը, իշխանությունը վերցնենք։ Ցանկությունը այդ մի բանն է, իշխանություն վերցնելու։ Ես այդ օրերին էլ ասում էի, այս պայքարում հաջորդ ընտրությունների կհաղթի այն ուժը, որը ավելի լավ ապաշրջափակում է առաջարկելու, ավելի կարճ խաղաղության ճանապարհ է առաջարկել, ավելի լավ բաներ է առաջարկել, ոչ թե հակառակը, էլի։ Ուղիղ իրենք ժողովրդին չեն ճանաչում, ինչպես չեն ճանաչել իշխանությունը եղած ժամանակ։ Այնպես էլ հիմա իրանք այս անգամ ընդդիմություն եղած ժամանակ իրանք չառնչվեցին իրենց ժողովրդը, ճանաչեցին ինչ է ուզում իրենց ժողովուրդը։ Այսօր դուրս եկեք ու հարցում կատարեք։ Մարդիկ լավատես են շատ, զգուշավոր, բայց լավատես են։ Եվ սա են համարում ճիշտ ճանապարհը։ Այս ով է ուզում լինի պատերազմ։ Ախր այդ ժողովուրդն է գնալու եւ բանանի զոհվի այդ պատերազմում։ Իրեն զավակները այն երկրի քաղաքացի են, բան են փախնել, անգամ բան են երկրում չեն, հա, ապրում են դրսերում, ուրիշ երկրներում են երեխաներ ունեն եւ այլն։ Իրենք այս պետությանը չեն առնչվելու։ Իրենց ցանկությունն է բերել հասցնել դրան, իրանց գործն անել, պատերազմ, շրջափակում, ինչ որ ավելի միութենական պետություն եւ այլն ու գնան կամ մնան բան, գուբերնատոր ինչ որ, հա։ Այս է իրանց ցանկությունը։ Դրա համար նորմալ է, որ բանը իրանց առաջի ռեակցիան տենց հիմարություններ են լինում, հա, կախվածության մեջ ընկնել եւ ապաշրջափակվել։ Ինչի Վրաստանի հետ ինչ ա եղել։ Ինչ ա եղել Վրաստանի հետ, ինչ ապաշրջափակման մասին եք խոսում։ Մինչ Ադրբեջանի կողմից այդ քայլը մենք չունեինք ճանապարհ, ունեինք։ Հիմա ասում ենք այդ ճանապարհը չկա, սա է միակ ճանապարհը։ Չէ։ Այս ճանապարհը միշտ կա։ Սա այլընտրանք է, որը օգտագործել է շատ խելամիտ է լինելու, նաև ֆինանսապես է շատ ավելի ձեռնտու լինելու, բայց երկրորդ տարբերակը նաև շատ ճիշտ է լինելու այդ փոխհարաբերությունները որոշակի սկսելու համար։ Եվ հետո, օրինակ տրամաբանական է, չէ, եթե ընդդիմության այդ հատվածի մտահոգությունը, որ հանկարծ Հայաստանը միակողմանի ինչ-որ կախվածության մեջ չընկնի մի երկրից, որը այս կամ այն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական պատճառաբանություններով կամ նպատակահարմարությամբ կարող է փակել այդ ձեր ասած օրինակ նույն կյանքի ճանապարհը, ապա անտրամաբանական է, որ այդ նույն ընդդիմությունը կողմ է Հայաստանի ամբողջական եւ միակողմանի կախվածությանը, օրինակ Ռուսաստանից, հա։ Այդ Այսինքն եմ ասում։ Կենտրոնից կախվածությունն է ասել, որ կենտրոնից կախվածության։ Տեսեք, ես այն օրը մի հոդված էի կարդում 90 թվականի, օրն էլ կարող է մի քիչ լարեմ հիշողությունից, մարտի 25-ի ոնց որ 90 թվականի։ Վանո Սիրադեղյանի հոդվածն եմ կարդում։ Այն ժամանակ էլ շատ է չէ նման այս ժամանակաշրջանը։ Ինքը ասում է, որ մի քանի տարով, հա, այն կարճ ժամանակաշրջանը առաջին հանրապետության պետականության համը զգացած ժողովրդին հիմա ուզում են հետ գլորել եւ չթողել այդ անկախ լինել եւ այդ կոկորտից բռնել են եւ երևի ասում եք ստացվի 90 թվականին Վանո Սիրադեղյան ասում եք ստացվի, որովհետեւ շատ պինդ են բռնել կոկորտից, հա, դաշնակցականները, բաները, հայդատականները ու թվարկում է ովքեր այս նույն մարդիկ, այս դաշնակցականները եւ այլն, այս նույն մարդիկ այդ նույն մարդիկ են, նրանց մեջ շատ բան չի փոխվել,
Նրանցից ոմանք այդ 90 թվականին էլ էին նույն բանն անում, հիմա էլ են նույն բանն անում, կամ 90 թվականին անում են, հիմա իրենց զավակները, որդիները եւ իրենց գաղափարախոսությունը կրողներն են անում։ Իրենց ուզածը եւ ասում էր, ինչ էր ասում էր, եւ դա հակադրում են թուրքականության հետ։ Այսինքն կամ դու կախված ես Թուրքիայից, ես իմ էջում եմ էլի այդ հոդվածը դրեցի, որտեվ շատ հավանեցի, շատ նման էր մեր ժամանակաշրջանին։ Ասում է կամ դու այդ թուրքական ես, դրանով թուրքին են անիծում, հա, չգիտեմ ինչ են անում, կրոնը, թուրքին եւ այլն։ Այսինքն կամ դու թուրքական ես, կամ ռուսական, այլ տարբերակ չկա։ 90 թվականին էլ էր նույնը։ Հիմա շատ բան չի փոխվել։ Շատ բան չի փոխվել։ Նույն բանն են անում այս մարդիկ։ Դրա համար որ կենտրոնից կախվածություն կլինի, դա իրենց համար շատ կարևոր է։ Իրենց լեզվամտածողության մեջ, իրենց էության մեջ չկա անկախության կոմպոնենտը, չկա։ Մենք բան ենք, ինչ որ միտեղից կախված ինչ որ մի բան։ Մենք ինքնուրույն, այսինքն չեն կարող պետությունը ինչ է։ Եթե դու անկախ պետություն ես, դու որոշում ես ինչպես քեզ դիրքավորել միջազգային հարթակում, ինչպես քվեարկել այսինչ բանի համար, ում հետ ինչպիսի հարաբերություններ ունենալ, բանը, ունենալ ցեղասպանության հուշահամալիր, թե արգելվում է ցեղասպանությունից, դու ինքդ ես որոշում, քո քաղաքականությունը ինքդ ես որոշում։ Ոչ թե թույլ են տալիս անում ես կամ չէ, հա։ Եվ բայց այս մարդկանց այդ է ասում, էության մեջ չկա այդ անկախությունը, որովհետև իրենք երբ որ գործել են անկախ պետության շրջանակում, նախորդ իշխանությունները, մեր երրորդ հանրապետության ընթացքում նկատի ունեմ, իրենք չեն ունեցել այդ անկախությունը, իրենք կախված են եղել միտեղից, եւ հիմա դիսկոմֆորտ է, չեն կարողանում, հա, մարդիկ կան իրականում այդ վատ բանից որ դուրս են գալիս, չեն կարողանում, բանտարկյալը դուրս է գալիս ազատությունից, չի կարողանում, իրան նենա, հիմա այս մարդկանց այնա, իրանք չեն կարողանում լինել ինքնիշխան, լինել ազատ, լինել ժողովրդավար, իրանց այնա, դրա համար նույն Վարդանիկը ընդամենը ամիսներ տևեց, երբ որ հետ գնաց կոռուպցիան է Իրանը, հասկանում եք, այդ էությունը, նույնն էլ սա, իրենց էությունը ոչ անկախ լինելն է, հրամանով շարժվելն է, միտեղից կախվածության մեջ լինելն է, այլ բան չի կարող լինել։ Դրա համար իրանք ասում են, չէ, անկախ մենք այս կողմից պետք է լինենք կախվածության, ոչ թե այն կողմից, որովհետև այլ բանը չեն համարում ազատություն, անկախություն, համարում են այլ կողմից կախվածության։ Այնպես ինչպես ասում եմ 90 թվականին էր նույն իրավիճակը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հողումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։